Բարձրագիսես Սոնի Caribbean Real Financing Կերության կողմից այսօր արդեն հունիս 7 2026 թվականը տարվա կեսը հասանք 2026-ի արդեն 6-րդ ամիսն ենք ամառն սկսելու շուտով հետո ամառից հետո անշուշտ 2 ամիս ամառը Labor Day-ը սեպտեմբերին եւ հետո Halloween, Thanksgiving եւ Նոր տարի հետևից արագ գալիս է Բավականի լուրեր ունենք, անշուշտ ուրբաթ օրը ինչ որ լուրեր պատրաստերի մեզ շաբաթվա համար ասիմ, նույնն նա տեղի շատ չի փոխվե, բայց ուրբաթ օրվա emergency sense լուրերից մեկը կարևորներից անգործության լուրն էր, որ unemployment հասկացողության, որ ինչքան գործեր է ստեղծվե վերջի ամսվա ապրիլ ամս, մայիս ամսվա ընթացքին Եվ սպասելիքից շատ ավելի բարձր էր, սպասում էին մոտ 80,000 գործեր պետք է ստեղծվեր, հակառակը 170,000-ից ավել գործեր ստեղծվավ, որ դա լավ լուր է, երբ որ գործ կա, եւ այսի երրորդ ամիսն է, նախկին ամիսն էլ նորեն վերջնական թիվը հաշվարկան ավելի բարձր, 179,000 ապրիլին էր, եւ այդտեղից առաջ մարտին էր, ուրեմն ամեն ամիս տեսնում են, որ աճ ունենում գործի ստեղծման տեղերը, այսինքն employment-ը եւ անշուշտ ռոճիկներն էլ նայում են մոտ 3.4% աճ ունեցե տարեկան եւ սա լավ լուր է բայց ինչպես միշտ ասել ենք լավ լուրը վատ լուր է ինչա նշանակում ինչպես է լավ լուրը վատ լուր Երբ որ էկոնոմին ուժեղ է, երբ որ էկոնոմին լավ է, որ տեսել ենք տարիների ընթացքին, եւ էսի պատճառը ելնում, որ ժողովուրդը գործ ունենան, դրամ ունենան եւ ծախսեն, եւ այս պատճառը ելնում, որ սղաճ եւ թանկություն կամ inflation առաջ կա։ Դա մեկ պատճառներից անշուշտ պատերազմը, քարյուղի արժեք եւ այլն ուրիշ պատճառներ էլ կան, բայց մի հատ պատճառներից դա է։ So ընդհանրապես Էկոնոմիստները եւ պետությունը որպես կենտրոնական բանկ, որ տոկոսները որ ասենք իջացնենք, որ դեռ չի իջացրել եւ ամեն անգամ նայում են երբ իջացնեն, այս անգամ էլ եւս բացի որ չպետք է իջացնեն, դեռ խոսակցություն կա որ պետք է բարձրացնեն, որ եթե ձեզ վստահացնեմ չեն բարձրացնելու տոկոսները, անպայման չեն բարձրացնելու, բայց իջացնելը դժբախտաբար չեն իջացնելու։ Եվ ինչու չեն իջացնում, որտեղ տեսնում են էկոնոմին ուժեղ է։ Եվ ուժեղ լինելով ուզում են այդ սղաճի թանկության առաջը բռնեն, տոկոսները անփոփոխ մնան։ Բայց տունի տոկոսը, այդ որ ասում տունի տոկոսը չի, դա ընդհանուր կենտրոնական բանկի տոկոսը, մեկ բանկ մյուս բանկից վերցնում է, ազդում է ձեր credit card-երին, ազդում է ձեր մեքենայի լոներին, ազդում է ձեր SBA Small Business Administration պետական վարկերին, ազդում է ձեր commercial loan-երին, եթե commercial property-ներ ունեք, apartment building-ներ եւ այլն, տանց է ազդում, բայց չի ազդում ուղղակի տան loan-երին, որովհետեւ տան loan-երը կախյալ են 10 տարվա treasury bond-ին, որ այսօր 10 տարվա treasury bond-ը մանկամից բարձրացավ, այլն ուրբաթ օրը, եւ ուրբաթ օրվա տոկոսները, որ մա ձեզ ցույց եմ տալու, շատ ավելի բարձր քան թե 5 շաբթի էր կամ 4 շաբթի էր, դա մեկ օրվանը դժբախտաբար, եւ կարող է վաղը 2 շաբթի իջնի նորեն, բայց 10 տարվա treasury-ն բարձրացավ, որովհետեւ լավ լուր կար էկոնոմիի մեջ, եւ լավ լուր այլնում սղաճի սպասելիքն են սպասում, դա համար է 10 տարվա treasury-ն բարձրանում։ Սոսեցիմ սկսել այդ հարցով, որ տոկոսները, տուների տոկոսները առաջ մեզ անփոփոխ մնացել է փետրվարին ամենաս քիչներ ունեցանք, քան թե նախքին 3 տարվա ընթացքին, բայց հետո Պարսկաստանի պատերազմը փուշ արավ տոկոսները մոտ կես տոկոսից չափ բարձրացել է փետրվարից մինչև այսօր, բայց տուն առնելու համար ինչպես անցյալ կիրակի բացատրամ եւ ցույց տվամ սլայդների վրա չամ եթե տեսել եք դե չէ Այդ կես տոկոսը, որ շատ օրինակ ունեի ուրբաթ օրը մատ ուրիշ հայրենակից համար, որ եթե հաշվանք, եթե օրինակ 6.8-ով տունը առնի, 6.5-ով, քան թե 6.8-ով կամ 6.5-ով, քան թե 6-ով, այսինքն այդ կես տարբերությունը հաշվելով, կես տարբերությունը $1 միլիոն շուրջը, $900,000-ից $1 միլիոն պարկի պայմանների տակ
մոտարապես կարող եմ ասեմ ամսականը մոտ $200 չափ տարբերություն էր անում։ Որ հաշիվ առանք, որ մեկ տարվա ընթացքին մինչև տոկոսների իջնի ռիֆայնանսանի մոտ $2400 չափ ամսական տարբերություններ տալու։ Սոյսի մի բան չի որ մարդ տուն չառնի, որտեղ եթե $200 իսկապես լուրջ հարց է, ընդհանրապես տուն պետք է չառնես։ Բայց եթե կա մենք կարողանում ենք seller-ից credit-ներ առնենք, որ երկար պատմություն է, մեքսից հետո ձեզ կբացատրեմ։ Բայց ուրեմն բուն լուրերի մասին այդքան որ շատերի համար շփոթում այլ է, եւ մեկը լինելով որ զեկույցները լուրեր ամենտեղ ցույց են տալի, որ տուները սկսել են delisting անել։ Delisting ինչ է, այսինքն տուները list են արել, հիմա մարքեթից հանում են մոտ 6%-ի չափ ապրիլ ամսվա ընթացքին տուները մարքեթից հանել են վաճառողները։ Երկար պատմություն է էսի, բայց ես ինչու եմ խորը շնչում, որովհետև այս վերջի մեկ շաբաթվա, երկու շաբաթվա ընթացքին բավականի աֆերներ են գրել մեր հայրենակիցների համար եւ ես չեմ ուզում լուրից շեղվեմ վաճառողները ունենք ինվեստորներ, տունը առերա շինարարություն արել, փողա ծախսել վրան, պետք է իր փողը հանի եւ շահն էլ հանի եւ տեսնում եմ ինչքան են առել, ինչքան են ծախսել, շահն էլ նայելով այդ ռիսկը որ դիմերա որպես business person շինարարի համար եւ էջենտների խոստումները շինարարներին, որ էս կլինի, են կլինի կամ վաճառողներին ընդհանրապես եւ արդյունքը տեսնում ենք Այն օր օրինակ մահատուն էր $950,000 լիստերել է։ Մեր հայրենակիցը տունը տեսավ, սիրավ, ասավ, որ 900-ով սկսենք, որովհետև այդ մի քիչ այդքան 950-ի բան չի, բայց 900-ով սկսենք, բայց տեղ ունենք, բարձրանանք, էլ կբարձրանանք, նայենք ուր է այդում։ Սո հեռացանեցի էջենտին, ես ասում երևի մի քանի շաբաթվա առաջվա պատմություն է։ 3 շաբաթ գոնե։ Եվ էջենտ ասա, որ 7 հատ offer ունեմ 1 միլիոնից վրև։ Վա, օքեյ։ Ուրեմն հաճախորդից ասում 1 միլիոնից վրև արդեն 7 հատ offer ունի, դու պես նոր 900 գրես, 950 էլ որ իր ուզածնա չես ուզում գրես, անիմաստ է, that's not right։ Եվ ասա, որ չէ, չգրենք։ Շո անցավ վրայից մի 3 շաբաթ հետո նույն տունը տեսանք մարքեթի մեջ է for sale։ Հաջախորդին հեռացանենք, էսա չի ծախվել, հետաքրքրված ես, այո ասավ, նույն ձևի գրենք 900-ով, ոքեյ, 900-ով գրանք, էջենտին էլ հեռացանամ, աֆեր ուղարկը, էջենտ հեռացանավ, ասավ, որ 900-ով աֆեր ես ուղարկե, այո ասավ, որ այս տունը մենք 1 միլիոնից ավել աֆեր ունենք էսկոյն բաց է, բայց բայերը հիվանդացավ ես արդեն 4-րդ էջենտն ա լսում են որ բայերը միանգամից էմերջենսի է այդում այս նորություն է բայերները առնում են այդ էմերջենսի են այդում ասա որ cancel այլ է հիմա ինչպես սելերին համոզեմ 1 միլիոնից offer դիմա 900,000-ով offer ունես ասեմ առաջինը 1 միլիոնից offer-ը գոյություն չունի երազը իրականություն չի երևակայություն է Կարող է ունեցել ես, ես էլ ժամանակին 21 տարեկանին, ես էլ ժամանակ շատ բաներ իմանում, բայց չկա իմա, այդ offer-ը որ ունեցել ես 1 միլիոն, կարող է 10 միլիոնանոցն ես ունեցել, կարող է 100 միլիոնանոց ես ունեցել, իմա չկա, ունենք, չունենք ես 900 ունենք, դա վրա խոսանք, հետո Ինչու եմ էսի պատմում ձեզի, էջենտների, սելերների, լիստինգ էջենտների ասա, որ դժվար համոզես, պետք է չունես դժվար համոզես, եթե սելերին բացադրես, որ միթե 950,000 լիստ չես արել տունը, ասում է, հա, բայց եթե գրել ենք քիչ, որ ավել գա, այսինքն ինչ, դու լիստ ես արել $950,000, ինձ ասպես 950 եմ ուզում, բայց 950 չեմ ուզում, չեմ հասկանում, 950,000 տունը գրես ծախում եմ, բայց 950 offer մի տուր։ Ասա, որ էդի լոջիկ ես խոսում,
Լոջիկը որն է իրականությունը լոջիկը, բայց ես երևակայության մեջ խոսանք։ Ինչևից է back and forth ասա որ հույս ունի որ ավել ստանայի տամանք 950 գրի, ասեմ այդ բառը որ գործածրար հույս ունի, այդ բառը արդեն քո սխալը տա։ Հույսով չես կարող տուն ծախես, հույսով չես կարող տուն առնես։ Այո, շատ բաներ ապական մարդ չի իմանում։ Հույս առնում ենք այն հույսով, որ գործ կունենանք, առողջություն կունենանք, ընտանիք կկազմենք, բայց դա վրա կոնտրոլ չունենք։ Բայց այսօր ես ինչ եմ ուզում ասած եմ։ Այս տեսակ վաճառողներ կարող է վաճառողի հանցանքն է կամ չէ, կարող է էջենտը սխալ տեղեկություններ տվե եւ սխալ խոստումներ տվե եւ սելերները տեսնում են որ իրենց ուզածը չի ելնում, cancel են անում։ Ասում են հիմա չծախենք, ինչով նայենք ապակայում ինչ է ելնում։ Եվ այսի անշուշտ, ինչպես տեսակ մի հատ օրինակ տվամ, նման օրինակներ շատ ունեմ, մի հատ ուրիշ օրինակ ասեմ, այն է նորեն անցյալ weekend-եր գնացինք տունը տեսանք շատ լավ, էջենտին ասեմ, որ նայի full price, բայերը ասեմ, որ ինչ-որ իրենց asking գնա, հենց այդքան էլ գրի կտամ։ Չգրած այդ էջենտին ասեմ, որ այս ասում ենք asking գրենք, որն է, asking price-ն ավել գրենք, ասում պեկի ավել է դա, ասեմ, միթե offer ունես, կե չէ չունեմ, ասեմ, offer չունեցած, ես ասում ավել պեկի է տան։ Ուրեմն հիմա որ տենց ասալ, ես 100,000 քիչ կգրեմ, որ տեղ ունենանք վրև է տալու։ Պեկի պաշտպանեմ իմ գնողին, չէ, չեմ կարող ասեմ գնողս ինչ-որ ասի պեկի անեմ, պեկի պաշտպանեմ։ Եվ հետո կարողացեմ բերեցած։ Ինչևից է, բայց հակառակ ուրեմ։ Բայց ես ինչ եմ ուզում ասած եմ, այս որ զեկույցի մեջ կա, ոչ թե բայերները չկան, ոչ թե բայերները անհայտացել են, բայց գնողները անտեղի եւ ավելնոր փող չեն տա։ Բայց ճիշտ տուները, ճիշտ արժեքով վաճառվում են, չեն մնում շուկայում։ Ճիշտ տունը, ճիշտ արժեքով վաճառվում է։ Բայց այն տուները, որ սխալ արժեք է, սխալ մարքեթինգ է, սխալ նկարներ է, ես նկարներ եմ տեսնում MLS-ի մեջ շատ լավ տուն, բայց ես ինչպես ես նկարները ցույց տամ իմ հաճախորդին, ասեն ոչ արվում է ծուր, մութ, փոքր, կեղտոտ, ինչպես ես ուզում $1 միլիոն տուն ծախես այդ վիճակով։ Լուսավորի, ման մաքրի, ման փոշին մաքրի, ման անկարելի է տենցի ուժը ներողություն, էշի երկիր չի։ Մեկ իշպեկ է շնորհք ունեն։ So, այս cancel այլում շատերը cancel են անում, բայց իմացեք ինչու, որովհետև սելերը կամ սպասելիքը սխալ է, ճիշտ խորհուրդ չունի, ճիշտ խորհուրդ չեն տվել իրան, բայց նույն ժամանակ էլ agent-ը բեկը ճիշտ ասի ոչ թե desperate է գործ ազում թող լավ listing-ը նայենք ինչ կերնի, ոչ, այսօր ավելնոր փող տվող չկա։ Հիմա մեկ ուսը գայսենք նայում ենք, որ այս 2026-ի առնողները և վաճառողները ովքեր են։ Դա էլ մեծ դերակատարում, ովքեր են։ So նոր զեկույց ունենք, որ baby boomer-ները, այսինքն նրանք որ 65-ից վրև են, բոլոր տուն գնողների, Միացյալ Նահանգների 42%-ն են կազմում։ Շատ մեծ թիվ է։ Այսինքն այսօր ամեն մարդ կարծում է գնողները երիտասարդներն են, ոչ, սխալ եք հասկացել, սխալ եք երևակայել։ Իրականությունը 42% of home purchases nationwide are baby boomers. Millennial-ները, որ այդ երիտասարդներն են, միայն 26%-ն են։ Generation X-ը, որ իմ տարիքին են, 25%-ը, և Gen Z-երը, որ շատ երիտասարդ, 18-20 տարեկաններն են 4%-ը, բրավո իրանց։ So 61-ից 79 տարեկանները ամենանց young generation-ը, որ և տանք են, որ շատ են առնում։ Եվ ինչու, որտեղ մեծամասնություն այդ
տարիքի ժողովուրդը արդեն տուն ունեն եւ արել են 10, 15, 20 տարի առաջ։ Այսինքն եթե 60-ից 70 տարեկան է, այս տունը արել է երևի իր 40-ների մեջ, թե ոչ 50 տարեկան։ Եվ որովհետեւ 15-20 տարի առաջ է արել, բավականի equity ունի տունի վրա, շատ հարստություն, որ դա ես փորձում եմ ձեզ ասեմ, որ տուն առնելը միայն այսօրվա համար չի, ապագայի համար է։ Եվ էսի միջինը Միացյալ Նահանգներում, որ շատ ափա, Կալիֆոռնիա չեն խոսում, Լոս Անջելես չեն խոսում, ամեն մի հատ անձ մոտարպես $128,000 equity հարստություն է բերել։ Էս այն է, որ նույնիսկ տուն առել է $10,000։ Եվ էսի մեծոտ ավելի down payment ունի, որ առնում է տունը, նոր տունը, որ առնում է տարբեր պատճառներով։ Մեկ առնում են, որ փոխադրվեն ավելի մոտիկ ընտանիքներին, որտեղ Միացյալ Նահանգներում հայերից բացի հայերս, հայերս ամենից միասին են, իրենք այսպես տարբեր նահանգներ, այսինքն ընտանիքը Միշիգան է ապրում, ինքը Նևադա է ապրում, Յութա է ապրում եւ այլն, փորձում են ավելի մոտիկանան երեխաներին կամ ընտանիքներին։ Երկրորդ պատճառներից մեկը վաճառում են եւ ուրիշն են առնում, որ downsize ունեն 4 ննջասենյակ, մեծ տուն, երեխաներին ամուսնացրել են, հակալել, ճանապարհ են դրել, ասում են տեր եւ տիկին մեծ տունը փոքրացնենք։ Կամ կան, որ ասեն վաճառենք, թեթևացնենք, որ ավելի retire, այսինքն հանգստության կոչվենք ավելի հեշտոտ։ Եվ այսօրվա երիտասարդները, որ ուզում են տուն առնեն, ընդհանրապես իրենց համար խնդիրը ինչ է affordability, ամսավճարը, payment-ները եւ baby boomer-ները, որ ավելի բարձր տարիք են, շատ ավելի ֆինանսավորման ձևի մի քիչ ապահով են զգում, որտեղ պարկերը քիչ այլ ժամանակի ընթացքին տվել են տունի equity-ն ավելի շատ է։ Բայց այդ millennial-ները 40-ների մեջը, այդ 40-ների համար շատ լուրջ հարցեր ունեն, մեկը լինելով տան արժեքները ինչքան բարձր է այսօր, քան թե նախկին, որ այդ մեծերն են առել, տոկոսների հարցը կա, ինշուրենսների, ապահովության ինշուրենսի հարցը կա, property tax-ն է շատ անում, եւ այս բոլորը հարցեր են, որ խանգարում է նոր գնողի համար։ Եվ դժբախտաբար ամենամեծ վնասը ստանում է մեր first time homebuyer-ները, առաջի անգամ առողները, որ միայն 21% են կազմում, որ ամենից քիչերից մեկն է։ Եվ այս first time homebuyer-ները տարիքի միջին տարիքը դժբախտաբար 40 տարեկան է, որ նախկինում first time homebuyer-ները առաջի հերթին կազմում են 40% գնողների, ոչ թե 20%, եւ միջինը 20-ների մեջ էր, ոչ թե 40-ների մեջ։ 80-ական թվականներում 25 տարեկանում արդեն first time home buyer-երի։ Եվ այս տարի ավելի հիմա ավելի երկար են սպասում։ So inventory-ը մեկի շատացել է, բայց նույն ժամանակ cancellation-ներն ունեն եւ այդ cancellation-ը ասեմ 6%-ի չափի չէ, ամենտեղ չի, բայց Los Angeles County-ն, որ մենք էլ մեջ ունենք, այդ լիստի մեջ է, ցանկի մեջ է։ So շուկա կա մարքետ կա տուներ ավելի երկար են վաճառվում, ուշ են վաճառվում, բայց negotiation power-ները որպես buyers շատ ունենք եւ տեսնում ենք ամեն օր անում ենք։ Իշով վերաբերեն Gen Z-երը, որ 18-20 տարեկաններն են, շատ երիտասարդ են, իրանք մոտարպես 4% են տուն գնողներին, որ բրավո իրանց որպես շուտ են սկսում եւ ուզում են նախքան ամուսնանալը տուն առնեն եւ ավելի երիտասարդ են սկսում, բայց հետաքրքիրը սա չի, որ այդ 4%-ն է, այդ 18, 20, 21 տարեկան, 22 տարեկանները։ Հետաքրքիր իմանում եք ինչ է։ 35% այդ գնողները, որ երիտասարդ գնողներ են 20-ների մեջ են, 35%-ը աղջիկ են, աղջիկերք են։ Երիտասարդ աղջիկեր 20-ների մեջ մեծամասնությունը իրանք են, ոչ տղերքը։ Այսինքն սերունդով նայել հարցին, այս երիտասարդները ամենամեծ սերունդն է, որ աղջիկերք են առնողները, single women։ Եվ իրանք մեծ ուժ են ելնում արդեն իրանց, բրավո իրանց։
Միացյալ Նահանգներում nationally single woman 25% բոլոր տուն առնողների 25% ելեր են գնիկներ, աղջիկեր։ Երկու անգամ ավելի շատ քան թե տղերքը։ Ինչ է մեզի բացատրում, ինչ է ասում, որ աղջիկերը նայում են homeownership-ը տանտերելնելը շատ ավելի կարևոր ֆինանսավորման ծրագիրներն է իրանց համար, քան թե ուրիշ բաներ, այսինքն հարստություն ձեռք բերելու ճանապարհներից մի հատը որ տունն է, աղջիկերը էդի ավելի շուտ են տեսնում եւ ըմբռնում եւ աշխատանք տանում վրան։ Եվ իրանց համար իմանում են որ տուն առնեն, պետք է օրինակ քիչոտ փարթի էթան, քիչոտ շոր առնեն, ծախսեր ավելի նկատի առնել, բայց պատրաստ են այդ տամեշ մտնեն, որովհետեւ ինվեստ են անում երկարատև։ Եվ ունեն multi-generational, որը մեր հայրենակիցներից նոր եւ տունը listing են դրել, հիմա աղջիկը ջոկեր ապրում ծնողներից, միասին շատ լավ տուն են արել, միասին փոխադրվել են, ADU են սարքում, որ աղջիկը եւ ծնողքը ջոկ ապրեն, բայց նույն շենքի մեջ եւ ունեն ապարտման, պետք է ծախեն այդ հարստությունը, որ ստեղծել են քանդոյի վրա, բերեն եւ ստեղում օգտագործեն։ So multi-generational մոտարպես 14%-նա կազմում է, որ տարբեր տարիքից տարբեր սերունդների միասին են առնում։ Մանավանդ նրանք, որ տարիքները ծնողներինը բարձր է, ոմանք փոխադրվում են տունի մեջ, որ ծնողներին հոգ տանեն եւ ավելի բարձր տարիքի երեխաները հետ են քաշվում տան մեջ։ So Southern California որ մենք ենք, որ Glendale կողմերը Valley եւ այլն, first time home buyer-ների համար արժեքները մեծ դերակատարում եւ baby boomer-ների համար հարստությունը շատացել է եւ իրանք կարողանում են օգտագործեն։ Բայց այս բոլորից վերցնելով պետք է իմանանք, որ միշտ բողոքում ենք, որ այս երիտասարդները գալիս են դոկտոր, պրոֆեսորներ առնում են, ոչ, իրականության մեջ նայում ենք լուրերը, որ այդպես չի, 20 տարեկանն էլ առնում, 65 տարեկանն էլ առնում եւ շատը 61-ից վրև են, փաստը ունենք թիվերով, so it's never too late։ Այդ 60 քանի տարեկան առնում եմ, շոտ 20-30 տարի էլ ապրի, why not? Why not? Եվ հարստություն ունի եւ օգտագործում է։ Եվ այս տամարսեմ տարիքը հարց չի, երբ առնելն են հարց չի, բայց մեկ բան իմանում եմ անպայման, որ նախկինում ասել եմ եւ տեսնում ենք արժեքները crash չկա։ Ուրա, որտե փաստ արժեքները կերացած listing-ը հանում են, բայց արժեքը չի բերում ցած։ Եվ նրանք բերում են ցած, որտեղ սխալ արժեքներ է։ Բայց երբ որ նայենք մեր թաղամասը, Glendale, Burbank, Pasadena, San Fernando Valley, ամենտեղ արժեքները բացի որ պահպանվել է դեռ բարձրանում եւ ծախվում են։ Եվ այն տուները չի ծախվում, սխալ արժեքներ են, սխալ տուներ են, սխալ advertising-ը, սխալ մարքեթինգը։ Ճիշտը տեսնում ենք ծախվում, շատ էլ արագ է ծախվում։ Եվ տոկոսի կողմից, ինչպես անցյալում ասել եմ, առաջին ամեն մարդու համար տարբեր է, հաշվարկներ կա տարբեր է։ Ես վերջերս հայրենակից հեռարձակում օրինակ եմ ասում, 50,000 քիչ գրի, 10,000 քիչ գրի, 100,000 քիչ գրի, օրինակ asking price-ից։ Եվ ասեմ, նայ ախպեր, թող 1 միլիոն ազում, 1 միլիոն առնենք, ասենք մեզի $10,000 տուր, point-ը բերենք ցած, տոկոսը բերենք ցած։ Եվ այդ ցույց եմ տվել սլայդի վրա անցյալ անգամ։ Եվ այդտենց հաշվելով, օրինակ, payment-ը լումա $6,000։ Կլորակացնում եմ թիվերը, հիմա իրականություն թիվեր չեն, օրինակ եմ տալի։ Բայց եթե արես 1 միլիոնի փոխարեն 975,000, 25,000 արժանոտ, եւ այդ point-ը չտա, եւ տոկոսը բարձրով առնես, փոխարեն 6,000-ից $6,100։ Որն է նախընտրելի։ Մեզի վստահ եք եւ վստահում եք եւ շնորհակալ եմ եւ կարողանում ենք այս ուղղություն անենք։ Բայց հիմա այս հաջորդ լուրը ձեզի ասել եմ, էսի թարգմանությունը եւ այս լուրը մահդ sense ճիշտ լույս
որ ես իմանում եմ, պարզապես իմանում եմ եւ իմացել եմ եւ միշտ էլ ասել եմ, բայց էսի փաստերից է որ ես կարողանամ իմ ասածս հաստատեմ ձեր համար։ Berkshire Hathaway, լսել եք, չէ՞։ Berkshire Hathaway-ը վստահ եմ լսեք ամենահզոր, իր ստակը մատ գնացեք Google արեք, նայեք ինչքան է ամեն մեկ ստակը ծախվում։ Անգամ նայեք։ Ամենահզոր ընկերություններից մեկն է Միացյալ աշխարհում, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում։ Եվ այս Berkshire Hathaway-ը անցյալ շաբաթ Նա շինարարության development ընկերություն home builder-ը, ընկերությունն է, որ այն էլ publicly traded stock-ի մեջ է, Taylor Morrison անունով, Warren Buffett-ը լսել եք, չէ՞, պարամարդը Warren Buffett, Berkshire Hathaway-ը Warren Buffett-ին է։ Այս Taylor Morrison home builder ընկերության Berkshire Hathaway-ը ավրատը եւ առնում է 8.5 բիլիոն դոլար, ոչ միլիոն, բիլիոն, այդենով չեմ ինչ ասում։ 9-0, 8.5 բիլիոն դոլար cash առնում է այս ընկերությունը, մյուս ընկերությունը, որ շինարարական ընկերություն է։ Հիմա, եւ այս 8.5 բիլիոնը Berkshire Hathaway-ի համար ամենափոքրիկ մատ ինվեստմենտներից մեկն է։ Սո պատմության մեջ որ շուկան իրար անցում այլ է ստավ վրա լուրը այդքան արժեքի մասին չի այլ ինչա ներկայացնում ես ընկերությունը առնել ես Berkshire Hathaway-ից ներողություն կարդալու եմ Berkshire որ այս ընկերությունն է is making a major investment in housing at a time when many people are still concerned about affordability and mortgage rates. That strong vote of confidence in the long-term future of real estate. Ինչա նշանակում ներողություն։ Այս վիճակով տոկոսները բարձր ժողովուրդ չեն կարող առնել։ Այս ընկերությունը 8 բիլիոն դոլար ներդրում է կատարում cash այսօր, որովհետև իմանում է որ real estate-ի արժեքները բարձրանալու է, պահանջները շատանալու է, տոկոսները ցածակալու եւ ժողովուրդը իրար նորեն խեղդելու են։ Եվ գնացես շինարարության ընկերությունը առնում 8 բիլիոն դոլարը, որ դու այնքան տուն ես սարքելու, որ ժամանակ չես անի գլուխդ քորելու։ Ներողություն։ Եվ ես միշտ Las Vegas որ եթում եք, միշտ ինչ եմ ասել, ես իմ խորհուրդս այլ է, follow the money, այսինքն որը որ փողն է եթում, փողի հետևից գնա, այսինքն մի հետևից վազի, այլ տես իր փողը ինչ անում դու էլ նույնը արա։ Այսինքն այսպես ռուլետ խաղում եք, վստահ եմ, ել եմ ասել, ռուլետ եք խաղում, չէ՞, ռուլետը փողը գնդակը պատաստում է, սեղանի վրա պատտում է։ Եթե չեք խաղացել, վստահ եմ ֆիլմերի մեջ տեսել եք։ Եվ ռուլետի վրա գույներ կա, կարմիր եւ սև։ Կանանչին էլ կա, բայց դա մասին չեն խոսում։ Կարմիր, սև։ Եվ այդտեղում տելևիզիոնի վրա գրած է եւ գրում է որ վերջի 10-20 հատը ինչ գույներ է գցել։ Եվ այսպես դիլերը 15-ը սևա գցե մեկ կարմիր, 10-ը սևա գցե մեկ կարմիր։ Դու եթե տեսնես, ինչ ես թելադրում։ Որ այս դիլերը հիմա քո հերթն է, դու գույն որոշես։ Ինչ գույն կորոշես։ Կարմիր դե սև։ 10-ը սև մեկ կարմիր, 15-ը սև մեկ կարմիր, 8-ը սև մեկ կարմիր։ Որ մեկն ես կարծում դու որ գույնը գվեսնես։ Եթե ասար կարմիր, սխալ ես։ Որովհետև դիլերը քեզ ասում, փողը, որտեղ դիլերի առաջ է մեծ փողը, կոմոդ $1,000, $5,000, $100 կա մոտը, դիլերի մոտ 200 միլիոն դոլարի փող կա, դե բերում են դնում են ինչքան ուզում է, վերջ չունի։ Փողը ասում որ ես սև եմ գցում, ուզում ես ինձ հակառակ եթաս։ Ինչ հակառակ գնա։ Ես ասում եմ սև եմ գցում։ Կարող եմ մեկը կարմիր այլում, բայց 10-ը սև է։ Դի փող ասպես սև եմ գցում։ Այստեղում
Այս ընկերությունը ասում ամեն ինչ կթանկանա, տուները կթանկանա, պահանջը կշատանա, ամեն ինչը նկարեցի չես crash անելու։ Ուզում ես հետևես այս մարտին, ուզում ես հետևես Թաթևոսին, որ կոֆեի շուրջ նստած նարդի ժամանակ քեզ ասում է, «Էսա տուները ցած է գալու, էսա տեսել եմ»։ Եվ տեսել եմ, մեր կողմից առաջ Coffee Bean նստած եմ այս կամպեյնով, նա մարդեր եկավ, ինչ ասում, ասում տուներ թանգանում, ուրա տուներ արժանում, ասում, ինչ Աֆրիկում թասում, օրա, այն օրը գնացին ամենը ցած է եկել։ Okay։ Ասում ես, ինչ ասում նեգատիվ, ասում հակառակն էր ասում, okay, դու ճիշտ ես ասում, դու ամեն ինչ իմանում ես։ Այդ տեսակ մարդիկ էլ կան։ So Taylor Morrison-ը Berkshire-ը այս մատի լուրը public-ը նայեք կտեսնեք, որ ես ուզում եմ թարգմանությունը ձեզ երկար պատմություն է, բայց ինչի ուզում ասածել եմ ընդհանրապես վստահությունը housing-ի մեջ այս հսկայական բիլիոներով ընկերությունները իմանում են, որ real estate-ի շուկան վստահություն ունեն, ժողովրդի տանտերելու մեջ վստահություն ունեն եւ երկարատև long term ապական տեսնում են, որ կա։ Այսինքն իրանց ասածով ամենամեծը իրանց ասածն է confidence in housing, confidence in home ownership and confidence in the long term future of real estate. While many people focus today challenges, ամեն մարդ դստել է այսօրվա մասին է լացում, այդ օգոստոս 67-ը, 65-ը, ինչ եմ անելու։ Բիլիոներներն ու հարուստները Berkshire is investing billions based on where it believes the market is headed tomorrow. Ասում ամեն մարդ այսօրվա մասին է լացում, ոչ չի նայում, որ ապական ուր է եթում։ Housing moves in cycles, այսինքն վերև ցած 10 սև մեկ կարմիր, 15 սև մեկ երկու կարմիր cycles ունենք interest rates rise and fall տոկոսները բարձրանում են իջումն է, ես թարգմանում եմ Berkshire-ի ասածները but the need for housing never goes away այսի տոկոսը վերև է իթում ցած է գալի շուկան մոր վրևա մոր ցած է արժիքները մոր վրև է մեծ ցած է բայց մեկ բան չի փոխվում Մեկ բան երբեք չի փոխվում, որ ես կամպեյնի ժամանակ 4 ամիս ասամ, պահանջն է տունի, ժողովուրդը պետք է մետե ապրեն, փողոցը ծառի տակ չես կարող ապրես։ Իրականում չես կարող, it's illegal, բայց homeless-ների մասին չենք խոսում։ So դու պետք ունենք, there is need։ Ասում եմ, ինչու պետք է իջնի, ասել եմ ինչու։ Այս baby boomer-ները, որ 61-ից 79 տարեկան են հիմա, Եթե 20 տարի սպասես, որ այդ սերունդը ամենը մահանան, տուները կշատանան ավելի։ 20 տարի ուզում ես սպասես, կարող ես։ Տեսնում եք, այս ինչ բաներ կա թելադրության մեջ, որ լուրերի մեջ, որ մենք տեսնում ենք, առօրյա տեսնում ենք, իմանում եմ ինչա կատարվում եւ դա վրա կարող եմ ձեզի խորհուրդ տամ։ Կամ տունը հին տուն, դե նոր տուն, շինարար պատրաստ տուն, դե օգտագործված տուն։ Դա մասին անցյալ շաբաթ ասամ, բայց ամենակարևորը ես հաճախորդներ ունեմ, որ անցյալ վերջի երկու շաբաթվա մեջ արժեք աֆր են գրել եւ այս աֆերները կորցրել են տուները, մեր տուները որ սիրել են, որտեղ փորձել են 20-30 հազար քիչոտ գրի, բայց 20-30 հազարի պատճառով կորցրել է տունը, հիմա մյուս տուն առնելու է 20-30 հազար ավելի թանկ քան թե նախկինը, որտեղ թանկանում է։ Լավ տուները եւ ճիշտ արժեքի մասին է խոսքը, սխալ մի հասկացեք։ Տուները կա վատ արժեքա, վատ տունա, խնդրեմ ունի, կամ էլ նայ հինա, Burbank օրինակ որ տեսամ շատ հին, շատ բան թաղամաս են, մեծ թաղամաս չէր։ Մի արժեք էր դրել որ ինչու, why do you have it at this price։ Ման նայենք տոկոսները, ասեմ ուրբաթ օրը տոկոսները բարձր էր մեջին, բայց օտոկոսները ամեն օր 40% վրացած անում է, երկու շաբթի կարող քիչ էլ, բայց մենք նայենք ընդհանրապես տոկոսները, ինչ արագ եմ ասում, ամենակարևորը առանց tax return-ի ծրագիրները շատ մանավանդ line of credit-ները, որ ունենք առանց tax return-ի loan ունենք, second loan ունենք, երկրորդ loan առաջինին ձեռք չտաս, առանցի tax return-ի interest only միայն տոկոսը, որ payment-ը քիչ ելնի մինչև refinance անես, այդ բոլոր ծրագիրները ունենք եւ այլն, մենք նայենք։
Սկսելով refinance-ները 800,000-ից ցած այսօր 25% equity-ով 781 credit score-ով single family house հողով տուն մեջը բնակելի 6%։ Եթե մեզ գումար քաշես տան վրա, մինչև տան 70%-ը 6.125 մինչև $800,000, եթե high balance-ը 800-ից մինչև 1,200,000, ունես refinance անես 6.25, սա առանց tax return-ի, interest only, որ ժամանակավոր payment-ը քիչ ելնի 6.6, եթե credit problem-ը եւ որպես cash out անես, մինչև տան 80%-ը 5.875։ Սա ելնում է 2-1 buy down-ը, որ այսօրվա պայմաններով մենք կարողանում ենք հայրենակիցների համար էսի առնենք։ Օրինակ եմ տվել, եթե դու 900,000-ի տուն առնես եւ 10% կանխավճար դնես, այսօր տոկոսը կլինի 61։ 61-ի փոխարեն մենք կարող ենք քեզի տանք 4.1 մեկ տարվա համար, 5.1 երկրորդ տարվա, 6.1 երրորդ տարվա։ Մեզ հեռացանեք ձեզի կոնկրետ բացատրեմ ինչա նշանակում։ Այսինքն այսօր փոխարեն $4,900 payment տաս, $3,900 ես payment տալի։ Բայց այս տոկոսը ստանալու համար եւ այս payment ստանալու համար այս ծրագիրը $19,000 ծախս ունի, որ մենք այս ծախսը քո համար վաճառողից ստանում ենք։ Սա 3% կանխավճարով first time home buyer, 6% 1 point-ով 3% down payment first time home buyer-ի համար է։ 20% կանխավճարով 6.125, 20 տարվա fix-ը նույն պայմաններով 5.75, 15 տարվա fix-ը 5.25, ինչպես տեսեք տոկոսները մոտարապես նույնն են, մեկ քիչ փոխվել է։ High balance-ը մինչև 201,675, full tax return-ով 20% down payment-ով 781 credit score-ով 20% կանխավճարով նույն ձևի 6.375 1 point-ով։ FHA-ները, որ շատ ավելի հեշտոտ են բռնում մեկ քիչ underwriting-ը 5.875 0 point-ով։ Նվեսի FHA-ի high balance-ները մեկ քիչ արագ գտամ ջամբոները 6.375 ջամբոները եւ առանց tax return-ի interest only շատ լավ ծրագիր է նրանց համար, որ ժամանակավոր ուզում են payment-ը քիչ լինի, մինչև refinance անեն, այսի bank statement program-ն է, այսի bank statement եւ interest only է, եւ 40 տարվա loan է, ամեն ձևի ձեզի օգնում է։ Սա line of credit-ն է, teaser rate-ը չի, ավելի քիչոտ տոկոս կա, սա առանց tax return-ի մինչև $750,000 կարող ենք second loan տանք ձեզ։ Հիմա անշուշտ լիստինգների նայենք, լիստինգները ինչպես ասամ, ունենք բավականի լավ տուներ արժեքներով, լավ արժեքներով, կան սխալ արժեքներ, տանք էլ ասում են, բայց կա որ թաղամասն է, կա որ չի շամ ամեն ինչ արժեքի մասին է, տուն կա որ արժեքը թանկ է, բայց շատ լավ թաղամասում է, որ հնարավորությունները շատ է, եւ այլն ուրիշ բաներ կա, ասում են նայենք լիստինգները խնդրում։ Ուրեմն այս առաջինը special-ը Burbank Cabrini-ում շատ մաքուր moving ready պատրաստ է washer dryer հոկափը երկրորդ հարկն է, garage-ը չի, garage-ում մեծ սենյակ ունի ավելորդ office, խոհանոցը նոր է, electric heater-ը դրած է, պատրաստ է, շատ լավ թաղամասով, շատ լավ արժեք է դրվել, շատ reasonable այսօրվա մարքեթի համար, $679,000 moving ready Cabrini Burbank-ում, 2 bedroom 3 bath, so this is special անպայման հեռացանեք for private showing, մենք ձեզի ցույց կտանք այս private showing-ը։ Մյուսը սկսենք Simi Valley 2.5 լվացարան 1074 square feet կոնդոմինիումներ են ցույց եմ տալի ձեզի $470,000 մուլքի առաջի անգամ նազում տուն առնի եւ մեկ քիչ բաջեթինգի վրա է եւ այդ քշելու գործ ունի կամ հատուկ երեխաներ չունի, it's a good starting point Simi Valley-ում, որ կարողանաս մի բան առնես, որ budget washer dryer հոկափը ներսն է, պատրաստ վիճակի մեջ է, հաճելի, it's a starter point։ Եվ կան որ ընտանիքներ են դեն ապրում։ Մյուսը Grand Hills 2.5 լվացարան 1167 square feet 650 Homeowner Association-ն է, $550,000 նորեն պատրաստ move-in condition, recessed light-ը, մանրատախտակները, pretty much ոչինչ չունեք անելու,
բացի այդ կանաչ կապույտ պատը ներկելն է, տանից բացի մնացած ամենը in good condition։ Ու շրջայրու կապ ամեն ինչը մեջն է ready to go, just resort-ի նման։ Չած որ 3 ննջասենյակ 3 տվացային, այս տունը օրինակ ես շատ սիրացին որպես մոքի որ մեծ ընտանիք ունի, որ 3 ննջասենյակ պետք ունի, մատ իրան, մատ երկու ավելի հասուն երեխաների համար, բայց $585,000 you can go wrong, այն ննջասենյակի մեծությունը, լվացարանի մեծությունը, so ահագին տեղ ունի շունչ քաշելու, Homeowners Association-ը լավ արժեքների մեջ է, $585,000 starting point, դեն սկսես միջով աստված առաջ հարստություն ստեղծես, հետո մյուս տուն առնես։ Glendale 2 ննջասենյակ 3 լվացարան 1227 square feet ունի մեծությունն է, $375 Homeowners Association-ն է, լավ արժեք են դրե, Association-ն է լավ արժեք է, $537 price per square feet, Glendale-ի լավ թաղամասներից մեկն է, եւ asking price $659,000, it's not bad. You can definitely start as արժեքով մի բան սկսես Glendale-ում։ Orange, այո, City of Orange County-ում 2 ննջասենյակ 2 լվացարան 1167 square feet ունի մեծությունն է, $400 Homeowners Association-ն է, $572 price per square feet, իմա $668,000 City of Orange County-ում գտնվում։ Ընդեր մենք բոլոր Կալիֆոռնիայում, Fresno, Sacramento, San Francisco, ամեն տեղ մենք կարող ենք license տենք, San Diego, North Hollywood, 3 ննջասենյակ 3 լվացարան, 1318 square feet ունի մեծությունն է, $572 Homeowners Association-ը, North Hollywood-ի լավ թաղամասներից մեկն է, շատ լավ արժեք են դրել, $531 price per square feet, որ այս վիճակի տուն այդ թաղամասում եւ Homeowners Association-ները ամենն են բարձրանում անշուշտ, որտեղ կարիծը, ջուրը, գազը, աղբը, ամեն ինչը թանկացել է, ուզենք այդ էլ թանկանում է։ Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1226 square feet, $575 Homeowners Association-ը, Pasadena-ի լավ թաղամասներից մեկն է, ինչպես նախկինում ասել եմ, Pasadena-ն այդ բան քաղաքներից է, որ շատ արագ տուները ծախվում են շատ արագությամբ, $749,000 asking price։ Մյուսը նորեն Pasadena 3 ննջասենյակ 3 լվացարան 1458 square feet ունի մեծությունն է, $400 Homeowners Association-ն է, asking price $750,000, նորեն Pasadena լավ թաղամասում է, մեծոտ տուն է, $514 price per square feet, այդ է կարևոր, որ is not bad այդ թաղամասի համար այս վիճակի Pasadena-ում, այս տունը վստահ եմ շատ ավելի արագ գտա։ Encino 2 ննջասենյակ 3 լվացարան 1740 square feet, նայեք շատ սիրուն է, moving condition-ը, furniture-ը մի նայեք սեղանատուրը, պատերը, ներկերը, տան պիտի նայես, գետինը նայում անջա տախտակը, այս պատերը ստան նայես, so decoration-ը մի տող խապիկ էզի, $799,000, $459 price per square feet, եւ $830 Homeowners Association-ը։ Glendale 2 ննջասենյակ 3 լվացարան 1320 square feet ունի մեծությունն է, $400 Homeowners Association-ն է, լավ թաղամասում սրտաբաց է, սնդանցից կա floor plan-ները, որ թիվը մեծ է, 1300, կարող 1600 լինի, բայց այնքան floor plan-ը վատ է, որ չես զգում, էսի լավ է, շատ $825,000 asking price, որ մա $625 price per square feet is not bad Glendale-ի համար։ Pasadena նորեն 3 ննջասենյակ 2 լվացարան 1297 square feet ունի մեծությունն է, $506 Homeowners Association-ն է, asking price $885,000, վերմա $682 price per square feet, նորեն Pasadena-ի համար this is a good price եւ լավ նստելու տեղ էլ ունի դուսը։ Glendale 2 ննջասենյակ 5 լվացարան, yes, էսի 5 չի ներողություն spell typo error, 3 ննջա պետք առնա։ High rise-ը ինչպես տեսնում եք view-ն հոյակապ view-ը high rise-ի մեջ է տաման Homeowners Association-ը $1360, $1864 square feet, $155,000, actually it's a good price, as view-ը heated pool-ը 24 ժամ տարին 12 ամիս, good home, եկի ճարակ ասում եմ, որ հասնենք հողով տուները նայենք, լակրասենտ էսի հողը շատ փոքր ասելով, որ 4000 square feet է, տունն էլ փոքր 1060 square feet, բայց $800,000 լակրասենտայում, for a 3 bedroom, or փոքր 3 bedroom-ի համար, երևի 2 bedroom անես մեկը մեծա բացես մեջը, is not bad որպես քանդոյի փոխարինելու համար, որ բակով հողով տուն եւ City of լակրասենտա, որ Glendale-ը, իմանա լակրասենտա գոյություն չունի, հենց Glendale քաղաքին է պատկանում,
նախսեն թե Էրիանա Քնոգա Park 3.2 լվացարան 1527 square feet 7500 հողամասի մեծությունը nice փուլով տունը ամառը գալիս է փուլը արդեն կարևոր է այլում նամանավան երեխաների համար $544 price per square feet $830,000 asking price Քնոգա Park-ում մենք ինչ ֆերնիչերը Երանի էսիան խանած են նկարելուց համար բայց փուլը շատ գեղեցիկ էր Simi Valley 4.3 լվացարան 2232 square feet տունի մեծությունն է 6500 square feet հողամասի մեծությունն է փուլով նորեն տունը ինչպես ասամ ամառը փուլը պետք է այլում մանավանդ երեխաներին տունը պահելու համար եւ այդ համբյուտերներից հեռու պահելու համար եւ ընկերներին մոտիկ պահելու համար $779,000 բաներ կա արժեքներ կա կյանքի որ այս 800-ից 1 միլիոնից ավելի արժի ապահով պահելը ընտանիքին եւ երեխաներին եւ ինչքան կարողանաս լավ պահենք $879,000 բավականին նկարներ ունի որտեղ մեծոտ տունը ահագին բաներ կա ցույց տալու էս էլի է փուլն Sun Valley 4.2 լվացարան 1681 square feet տունի մեծությունն է 6000 square feet հողամասի մեծությունն է asking price $925,000 $550 price per square feet Sun Valley-ում Nei, update elացա, բայց այդքան չի տեսվեց, թե Central AC չունի տամար այդ AC-ները պատի վրա են, բայց ինչևից է նոր remodel-ելած այդ AC-ները, բայց 925,000 Sun Valley-ում այդ վիճակով is not bad պատրաստ է։ Chatsworth 3.2 լվացարան 1954 square feet տունի մեծությունն է 13000 square feet հողամասի մեծությունն է։ Well, այս տունը moving condition ինչպես տեսնում եք, բայց էլ outdated է, այդքան brand new էլ չի Բայց գետինները կա, մանջատախտակները կա, $1,100,000 Chatsworth-ում $562 price per square feet, եթե մեծ հող եք ուզում, this is it, եթե ես ֆուտբոլի դաշտ, ես էլ ֆուտբոլի դաշտն է։ North Hollywood 3.2 լվացարան 1720 square feet տունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,149,000 $668 price per square feet North Hollywood-ում այս վիճակի տուն այս թաղամասում $668 is not a bad price լավ արժեք են դրա համեմատաբար բայց անշուշտ աշխատանք ունի վրան տանելու մեջ չին but not much շատ minor ճաշակի հարց է դե ոչ ամեն ինչ okay է բակը մի քիչ limited է բայց okay է Grand Hills 4.3 լվացարան including the ADU այսինքն had 3 bedroom 2 bath 1 bedroom 1 bath ADU-նա 225 square feet բոլորը միասին 7200 square feet տունի մեծությունն է $1,150,000 asking price from $568 price per square feet ինչպես տեսնում եք այս տունը asking price-ը համեմատ իր վիճակին Grand Hills-ում ADU-ն included is not a bad price ես էլ ADU-ն կտեսնես հետևի garage-ն է որ Essa ADU are bathroom now kitchen now. North Hollywood 3.3 լվացարան 1750 square feet տունի մեծությունն է 6600 square feet հողամասի մեծությունն է փուլով տունը asking price $683 price per square feet $1,195,000 love moving condition պատրաստ վիճակի մեջ է North Hollywood-ում շատ սիրուն գործենար է ավելի ճաշակով են արել ինչպես ասեմ փուլով տունը բայց ահագին լավ որակով գործ են արել nicely done $683 not bad այս տեսակի տուն Burbank 3.2 լվացարան 1636 square feet տունի մեծությունն է $681 square feet հողամասի մեծությունն է $812 price per square feet նորեն էսի լավ գործենար է ճաշակով գործենար է սիրուն շնորհքին $1,329,000 asking price եւ good quality են գործած է որակը լավ է էսի այո լավ որակով տուն է Burbank-ում Քանետել ունենք ժամանակս գասի Grand Hills 4.2 լվացարան 2062 square feet տունի մեծությունն է 9644 square feet հողամասի մեծությունն է փուլով տունը լավ տեղա Golf course-ի վրևն է $679 price per square feet $1,400,000 asking price նորեն որպես Grand Hills այս վիճակի տուն այդ թաղամասում Աուցե արժան չի թանգել չի որտեղ ես ուզած տունը բերես այս վիճակի դնես ահագին փող պետք է ծախսես
So այստեղ արդեն ժամանակը եւ փողը ծախսել են ու միայն պատրաստ ես 30 տարվա մեջ ես վճարում մեկի թանկությունը, այսինքն կարող է 1-2 շով առնիր, բայց 200,000 պիտի ծախսիր վրան եւ ես 30 տարվա մեջ ես տալի։ Գրանցից 4 տնջասենյակ 3 լվացարան 2700 square feet տունի մեծությունն է 12000 square feet հողամասի մեծությունը փուլով տունը, էսի աշխատանք ունի, էսի upgrade պեկենի, ինչպես տեսնում եք գետինները մի քիչ outdated են, բայց 1,400,000 են տունից ավելի արժան է դրել, բայց փուլով էլ է եւ մեծոտ էլ է, թաղամասն են լավ է, so նույնը էս վիճակը էսի հանես ուզած ձեր տաս basic cosmetic $200,000 քեզ նայելու է, so ես 1,600,000 կվերջանա, so էլ մեզ $600,000-$620 finished, so կարծեմ մի քիչ թանկ է դրել համեմատաբար։ Burbank 3 նույնիսկ 2 լվացարան 1636 square feet տունի մեծությունն է 6900 հողամասի մեծությունն է $1,600,000 asking price or $975 price per square feet Burbank-ում կարծեմ այս վիճակի տունը ասամբլիմալ դելած է, բայց yes and no, այսպես գետինը եւ cabinet-ը իրար չի կարտում, այս գետինը եւ այս countertop-ը, այսինքն այն մի բան փոխել են, մյուսը չեն փոխել։ Իրանի այդ ամենը match անին միասին ելներ, so they spend the money but not quite, so it's դժվար է արժեքով է դա։ Pasadena 3 նույնիսկ 2 լվացան, էսի լավ Pasadena, լավ թաղամասին է, լավ Canada-ին մոտիկ է M1-ից 2000 square feet տունի մեծությունն է 9000 հողամասի մեծությունն է $1,600,000 asking price 780 This is a good location, good home, good make it outdated, but location Այս տունը շատ լավ թաղամասում է, մենակ պետք է փող ծախսվի upgrade ելնի, character ունի, I think it's a good home Glendale 4 տնջասենյակ 3 լվացարան 2810 square feet դու հողամասը 6700 շատ լավ է Kennedy Mountain-ի մոտերն է $1,825,000 մի քիչ ճաշակի հարց է style է it's a ավելի Spanish style ես եթե ուզենաս upgrade անես պետք է նույն format-ը պահես ուզենաս modern անես շատ ծախս է նայելու it's listed the right price though $649 price per square feet շատ լավ արժեք է դրել fantastic price այս վիճակին եթե sense տունը so Grand Hills 4 տնջասենյակ 4 լվացարան 3300 square feet տունի մեծությունն է 34000 հողամասի մեծությունն է $150 Homeowners Association-ի փուլով տունը $2,100,000 $621 price per square feet make it over the price but special unique տունը սոտա համար Ժամանակս վերջանում հայրենակիցը ինչպես տեսակ լիստինգները շատ կա քանի բան հիշացնեմ առաջին ամեն մարդունը նույնը չի տուն ունեք վաճառքի Not everyone is the same. Ինչպես ասում են նախկինում, not one size fits all. Ինչ որ ձեզի է պատկանում, ձեր տունին է պատկանում, ձեր պայմաններն է, նույնը չի ինչ որ կողքին նա ծախվի կամ մյուսը։ Եթե մեր տունը ասում ենք հայրենակիցին օրինակ կարժի $1 million, հայրենասը այն որ ընկերս 600-ով այս նույն տունից առել։ Ամեն օրինակները որ ունեք պետք է 6 հատ օրինակ լինի 6 հատ ինձ արժան ցույց տուր կամ 6 հատ ինձ թանկ տուն ցույց տուր կասեմ ճիշտ ես ասում մի հատ օրինակով չես կարող ասես որ այդ ամենը տենց է բացի եթե առնող եք նույն ձևի գնող եք ձեր պայմանները ձեր ընտանեկան ծախսերը ձեր հաշիվները բերեք նայենք ուսումնասիրենք ձեզի կոնկրետ կասենք ինչ պետք է առնենք ինչ չպետք է առնենք երբ առնենք երբ չառնենք ամեն մարդունը տարբեր է ես ընդհանուր ձեզի տեղեկություններ եմ տալի կիրակի օրերը բայց specific ելնելու համար մոտիկից պետք է հանդիպենք շնորհակալ եմ եւ հանդիպենք ձեզ նույն շաբաթ տեսություն Thank you.